նախատեսվում է հայտարարագրերը նախագծել կամ այսպես կոչված նախալրացնել պետական եկամուտների կոմիտեի կողմից եւ հայտարարատուներին տալ բավական տևական ժամանակ մուտք գործելու պետական եկամուտների կոմիտեի համակարգ եւ ստուգելու հայտարարագրի ամբողջականությունն ու ճշտությունը եւ ըստ այդմ, ըստ անհրաժեշտության կատարելու համապատասխան փոփոխություններ եւ կամ լրացումներ։ Իսկ եթե չկան այդպիսի փոփոխությունների եւ լրացումների անհրաժեշտություն, ապա հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետին, որը սովորական կանոնի համաձայն հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ն է, հայտարարագիրը կհամարվի ներկայացված։ Իհարկե, այս տարվա եւ հաջորդ տարվա համար ունենք անցումային ժամանակահատվածին հատուկ ավելի երկար վերջնաժամկետ, որը նոյեմբերի 1-ն է։ Եվ այս պարագայում, քանի որ մենք գործնականում չենք ունենալու հայտարարագրի չներկայացման դեպք, նախատեսվում է զուգահեռաբար վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքից հանել հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու համար նախատեսված պատասխանատվության միջոցը, որը առաջին դեպքում նախազգուշացում էր, երկրորդ դեպքում տուգանք։ Այդուհանդերձ բոլոր այն հայտարարատուները, որոնք ունեն առողջապահության կամ կրթության գծով սոցիալական ծախսեր հետ ստանալու իրավունք եւ ցանկություն ունեն իրացնել իրենց այդ իրավունքը, պետք է մուտք գործեն էլեկտրոնային կառավարման համակարգ եւ էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնեն իրենց համար նախագծված հայտարարագիրը։